Անձին իր բնակության հասցեից առավոտյան ժամը եկել են հակակոռուպցիոն կոմիտեից, վերել են հակակոռուպցիոն կոմիտե։ Դրանից հետո հարազատները դիմել են ինձ որպես փաստաբան գամ մասնակցեմ, ես ներկայացնեմ նրա շահերը։ Ես եկել ներկայացել եմ հակակոռուպցիոն կոմիտե, պարզել ենք, որ քննչական խմբի ղեկավարը հանդիսանում է Վահե Մարտիրոսյանը, 1 ժամից ավել, մոտ 2 ժամ փորձել ենք զանգել նրան կապ հաստատել տարբեր հեռախոսահամարներով, նաև SMS նամակ եմ ուղարկել, որ փաստաբան եմ, ներկայացել եմ, թույլատրեք տեսակցել վստահորդից։ Այդ ընթացքում իմացել ենք, որ այդ անձը իր հարազատին միջտեղ գալը մտնելը հայտնելա, որ վատառող չէ, դիմել ենք նաև շտապօգնության, որ շտապօգնությունը գա բուժօգնություն ցույց տա, գոնե հասկանանք անձը, քանի որ մշտապես դեղեր է խմում, ունի ճնշման ու առողջական լուրջ խնդիրներ։ Շտապօգնության բրիգադն էլ է եկել, շտապօգնության բրիգադին է թույլ չեն տվել բարձրանա անձի առողջական վիճակը ստուգի։ Այդ ողջ process-ը, պարոն Ավագյան, տեղի է ունեցել հակակոռուպցիոն կոմիտեում։ Այո, դիմել եմ մարդու իրավունքների պաշտպանին։ Այո, ասեք։ Դիմել եմ մարդու իրավունքների պաշտպանին, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից են զանգել բազմաթիվ անգամ, էլ իստեղ չեն արձագանքել դրան։ Մեծ աղմուկ բարձրացնելուց հետո նոր հազիվ որոշեցին թույլատրել ինձ հանդիպել։ Ես այդ քիչ առաջ նոր հանդիպել եմ, շտապօգնության բրիգադն էլ ինձ հետ մտել է, այդ անձին ստուգելա ճնշումը եղել է բավականին բարձր, մոտ 200, եթե չեմ սխալվում, կարել են կարդիոգրամա, առողջական խնդիր է ունեցել։ Իսկ ինչ քրեական վարույթի շրջանակներում է նա անցնում, ինչ քրեական գործով է անցնում նա, պարոն Ավագյան։ Պարզապես անձին էս նոր հասկացանք, որ հրավիրված էր որպես վկա։ Հրավիրելուց էլ ոչ ծանուցագիր են տվել, ոչ էլ պաշտոց կարգով ծանուցել են։ Ինքը երբևէ, այսինքն հակակոռուպցիոն կոմիտեից ծանուցում չի ստացել որպես վկա։ Ոչ, Տենց եկել են ու տանից տարել են։ Իսկ քրեական վարույթը, իսկ պարոն Ավագյան, քրեական վարույթը կասեք մոտապես ինչ քրեական վարույթի շրջանակում է։ Հայտնեցի, որ քրեական վարույթը պաշտոնատար անձանց կողմից կաշառք տալու ստանալու վերաբերյալ է։ Իսկ իմ վստահորդը պաշտոնատարանց չի հանդիսացել։ Իսկ ինչ կաշառքի գործ է ինքը։ Տեղյակ չենք դա։ Այսինքն վկային հարցաքննեցին, նոր արդեն հանգիստ հարցաքննեցին, չէին կարողանում հարցաքննել, որովհետև շատ վատ էր առողջականը։ Հիմա թույլ են տվել գնա հիվանդանոց, որից հետո հետագայում կհարցաքննեն, պարոն Ավագյան։ Նոր հազիվ հանել եմ դուրս, որ գնա անձը հիվանդանոց։ Հիմա ուղեկցում ենք իրան հիվանդանոց։